Հիմա այս ճղճիմ խոսույթին դուք միանում եք, թե պատրաստ եք այստեղ ներողություն խնդրել ձեր թիմակցի ասացի համար։ Հարցս բնականաբար Նիկոլ Փաշինյանն է ուղղված։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Դե կարծում եմ դեռ պետք է պարզենք խոսակցություններից, որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ։ Գիտեք, դուք այս եւ տարբեր ամբիոններում առանց կաշկանդվելու եւ առանց սահմանափակման արտահայտում եք ձեր կարծիքը, կարծում եմ ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, մանավանդ որ եթե ձեր հարցի ձևակերպմանը վերադառնանք, ձեր հարցի մեջ այնքան փաստական սխալներ կան, որ հիմա այդ փաստական սխալներին, որ անդրադառնամ, կարող է պարզվի ներողություն խնդրելու անհրաժեշտություն դուք ունեք, բայց ես տենց բան ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան ձեզնից ակնկալելը եւ նույնիսկ եթե անիմաստ չէ ձեր ներողությունը կամ դրա բացակայությունը պարզապես այս համատեքստում որևէ արժեք չունեն, որովհետև հիմա դուք ասում եք զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին, եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի։ Այդ էտով կգար հաջողված բանակցային գործընթացը, կասեր ընդհակառակ, այդ բանակցային գործընթացը, որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր, այս ինչ լավ է, հաջողված բանակցային գործընթացը, բերեք դափնիներ այդ բանակցային գործընթացի, վերցնենք մեզ։ Մինչև հիմա դուք ես զարմանում եմ, էլի, հələ բանակցային գործընթացից եք խոսում, բանակցային գործընթացի հաջողությունից եք խոսում եք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված ճանաչել չճանաչելուց, հենց մեր ինչքան էլ դա ճղճիմ անվանվի կամ անհարմար թվա, ի վերջո գիտեք ճշմարտություններ կամ մեր խնդիրներ, ընդ որում այս դեպքում մեր ընդհանուր խնդիրները նրանից են, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ։ Հիմա էլ չեմ ասում այդ բոլոր թեմաներով ձեր հայրիկին եւ զուգահեռ մյուս գործընկերներին, երբ որ իրանք հարցեր են բարձրացնում, ասի շատ լավ, եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք, դուք ասեցիք, հələ դուք ասացիք, որ բանավիճելու բան չունենք, ձեր հայրիկի փոխարեն, եթե չեմ սխալվում, դուք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունենք, ինչ եք եկել բանավիճում, հիմա ունեք բանավիճելու բան, թե չունեք բանավիճելու բան, բանավիճելու բանը ունեք, ասեցի, հրավիրում եմ 3 նախկին նախագահներին, գնանք, ինչքան կարելի է այս սենց ասցիք, նենց ասեցիք, այսինքն այսքանից հետո էլ դեռ այդ ամեն ինչի մասին խոսում, կամ հիմի վերջը բանավիճելու բան ունեք, թե չունեք։ Եթե ձեր հայրիկը ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ ընդհանրապես։ Դուք կարող եք հարցը տալ, հետո ես կարամ գամ ասեմ շնորհակալություն հարցի համար, արձագանքեք, ասեմ շնորհակալություն արձագանքի համար, գնամ իմ տեղը նստեմ։ Հիմա դուք ունեք բանավիճելու բան, թե չունեք։ Բայց հայրիկին այսօր երեկոյան հարցրեք, ամեն դեպքում կա բանավիճելու բան, թե չկա բանավիճելու բան։ Թող հայրիկն է զանգի իր գործընկերներին, ովքեր 2021 թվի ընտրություններից առաջ միավորվել էին, որպեսզի միասնական ճակատով հանդես գան։ Մի հատ թող զանգի։ Ճշտեն կա բանավիճելու բան, թե չկա բանավիճելու բան, ընդ որում ժամը ուղիղ եթերում, ես խնդիր չունեմ, կհարմարվեմ, եթե չունեք բանավիճելու բան, դե չունեք բանավիճելու բան, ինչի մասին եք բանավիճում, արձագանք, էլի գնացինք այդ տեղ, նույն տեղը, որ կոնկրետ բան ասվում ու գնում հասնում եք եսիմ ուր, բանավիճելու հետ կապված ուրեմն, թե առաջին նախագահ, թե երկրորդ, թե երրորդ հստակ ասել են, որ այդ հարցի շուրջ, որ միշտ բանակցվել է Արցախը տալու մասին, բանավիճելու բան չունենք, որովհետև դա աբսուրդ է։ Գիտեք, սա նույնն է, որ
Թուրքիան Թուրքիան միշտ ասում էր, եկեք մի հատ խոսանք, պատմաբաններով հասկանանք այդ ցեղասպանությունը բան, եւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եղել է, որ մենք ցեղասպանության հարցը կասկածի տակ չենք դնում։ Այդ նույն սերիայից է, այս մասով իմիջայլոց նույն ձեզ բանավիճելու առաջարկ արել է Վարդան Օսկանյանը, ով շատ լավ տեղյակ է, ու եթե ձեր խնդիրը իրապես հանրությանը ինչ որ բան ցույց տալն է, կարայք գնայիք բանակցեիք կամ գոնե Արարատ Միրզոյանին գործուղեիք այդ բանակցություններին, եթե իրապես նպատակը դա է, այլ ոչ թե հերթական ինչ որ շոն։ Իսկ մնացած մասով ես հասկացա մի բան, որ Ալեն Սիմոնյանի խոսույթի հետ դուք համաձայն եք, ով վիրավորել է 120,000-ից ավել մեր հայրենակիցների։ Գիտեք, հիմա ես ուզում եմ հասկանամ, ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետևում թաքնվում է, ասում է թող Վարդան Օսկանյանը բանակցի, իսկ կարող է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ինքը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել։ Ախր հասկանում եք, դուք ասում եք, ուրիշ բան բանակցելու չի եղել։ Չի եղել։ Ես ոչ թե, հələ եթե ես տենց եմ ձևակերպում, ուրիշ բան բանակցելու չի եղել։ Եվ էլի եմ ասում, ես էլի եթե սա փոխադարձ քաղաքական կսմիտների ժանրից մի պահ տնենք մի կողմ եւ կենտրոնանանք բովանդակության վրա, ուրիշ բան չի եղել եւ այս ընթացքում ինչքան էդի մասածներին ի պատասխան փորձել են փաստերի հայտ բերել հակառակ ապացուցելու համար, բոլոր փաստերը ի հայտ բերված ապացուցել են իմ ասածը եւ այն ինչ որ ես ասում եմ, ես չեմ ասում որպես մեկնաբանություն, դա փաստաթղթավորված իրողություններ են, փաստաթղթավորված, հրապարակված է, կամ էդ էլ որ ասում ենք, հələ բանը, մենք հələ այդ աշխատանքը անում ենք, կամ որ ասում են, այ երեք նախագահներն էլ ասում են, այ դե դուք հրապարակեն, այդ դուք հրապարակեք, ձեր ոնց չունեք, ոնց Դալիճում լրացու։ Շատ լավ, մենք հիմա այդ աշխատանքը արվում է, ես ես ուրիշ բան ասեմ, ըստ էության ես ամեն ինչը հրապարակել եմ, բայց դրա հերթն էլ կհասնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց պետք է այնուամենայնիվ փորձաքննության ենթարկվի, հիմա մի հատ գույքագրվում է, էդ էլ ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախկինում ասել եմ, ձեզ չթվա թե բանակցությունների ինստիտուցիոնալացված կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը Սառնարանի ոտի տակից ենք անում, մի հատը կոնդիցիոների միջից ենք անում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է, այդ դուք թողել եք այդ որ sense մի դարակում դրածելներ, որ դրածելներ կասեինք վերցրեք, ձեզ ենք տալիս։ Անոհանյան, խնդրում եմ Չկա համակարգված մի տեղում դրա ցակուցրիվ է։ Հիմա կհամակարգենք շնորհակալություն։ այդ ինտրիգ մի ստեղծեք դրա շուրջ։ Հրապարակվելու է մեկա դա։ Ուշ թե շուրջ հրապարակվելու է, բան չեք ունենալու աս։ Դրա Անոհանյան, ես ձեզ խորհուրդ եմ տա, դրա այդ հույսեր մի կապեք, որովհետև այդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, մենակ վատացնելու է։ Իզուր հույսեր մի կապեք։ Հենա հրապարակեցին, ամերիկացիք հրապարակեցին, դրանից ձեզ լավ էր թե վատ էր։ Դրանից առաջել են ամերիկացիները հրապարակել, նախկինում էլ ա եղել, որ հրապարակվել արտասուց, դրանից ձեզ ավելի լավ էր թե վատ էր։ Ես կարող եմ ասել, մեր մասով ինչ հրապարակելու կա, մենք ինքնես գոնե բանավոր թողարկենք։ Ես գնացել եմ քննիչ հանձնաժողով, քննիչ, հասկանում եք, այդ ինստիտուտի առաջ հրապարակային հանրության աչքի առաջ 4 թե 5 ժամ պատմել եմ բոլոր հնարավոր բաները։ Չնայած էլի եմ պատմելու բաներ մնացել, բայց մնացածն է կտոր ոնց լինի ստեղ տարբեր տեղեր ասուլիսում պատմել եմ։ Ես որ այդ հրապարակման հետ կապված հույս մի փայփայ, կնդե ձեր մասին ձեզ համար ոչ մի լավ եւ հուսադրող բան չկա, մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա։ Շնորհակալություն։ Լրացուն դալիճում։ Լրացուն դալիճում։ Պարոն Քոչարյան, ես իմիջիալոց կարծես թե հայերեն լեզվով համ ասել եմ, համ գրել եմ, որ ընդհանրական երբևիցե որևիցե մեկին գնահատական չեմ տալիս։ Դուք հայերեն չեք